Սիրելի իմ ժողովուրդ, տեսեք թափ ենք տալիս, բայց փոշոտում չկա։ Սոճիներում դեռ չի սկսվել փոշոտումը, որովհետև մենք այսօր եկել ենք դեպի Սևանի ավազան։ Ինչ եմ անում։ Հավաքում եմ այս հրաշալի կոները, որպեսզի տանեմ, իհարկե, փոշոտումը կատարվի հենց իմ տան մեջ։ Տեսեք, հավաքում եք, տանում եք, լցնում եք թղթի վրա և սպասում որոշ ժամանակ։ Որոշ ժամանակ անց կտեսնեք այսպես թափահարելով իրենք ունենում են փոշի և դուք ձեր տանը ունենում եք փոշոտում, բայց գնում եք, հասնում եք Սոճիների անտառ Ստեփանավան այդքան հեռու և պահ է լինում, որ անձրևներ է լինում, չեք հասցնում շնչել այս հրաշալի փոշին։ Դրա համար կարող եք գալ Սևանի ավազան։ Սևանի ավազանի ամբողջ լայնքով, երկայնքով այս սոճիներն են, որը յուրաքանչյուր տեղ թափ տալով դուք կունենաք այս սոճիները։ Բացի դա, սիրելիներս, տեսեք ես ձեզ ինչ եմ ուզում ցույց տալ։ Այս կոները, այս մանր ընտիր կոները, տեսեք մանր, բաժանում եք, հավաքում եք, հենց այս պահին է պետք հավաքել, բաժանում եք 4 հավասար մասի և լցնում ապակյա տարայի վրա։ Ապակյա տարայի վրա լցնում եք 96%-անոց սպիրտ և թողնում 20 օր։ Մութ և փոքր ինչ ոչ սառը միջավայրում ամեն օր թափահարելով 20 օրից հետո այն պատրաստ է օգտագործելու, իհարկե այս կոները չեք դատարկում այդ սպիրտի մեջից և սկսում եք խմել, կես թեյի գթալ 1 բաժակ կամ ջրին, կամ հյութին, կամ ուղղակի կարող եք ավելացնել թեյերի մեջ, եթե թեյը իհարկե գոլ վիճակում է մի փոքր սառը, և դուք ունենում եք բնության կողմից այս հրաշք բուժիչ միջոցը, գնում եք բժիշկների մոտ, բայց գուցե դուք ինքներդ ձեր առողջությունը մի քիչ կարգավորեք, ամեն օր կես թեյի գթալ խմելուց հետո դուք կտեսնեք 10 օրից հետո ինչքան լավացել է ձեր ընդհանուր վիճակը, արյան խտությունը լավացնում է, իջեցնում է, խոլեստերինը իջեցնում է, ինսուլտ, ինֆարկտ, շատ-շատերի ժառանգականության մեջ եթե կա, անպայման օգտագործեք, այն հակաուռուցքային է, հակաինֆարկտային է, կարելի ասել օգտակար է ամբողջ օրգան համակարգերի համար, բնական, բնության կողմից հրաշք բուժիչ թուրմ և միջոց ձեր համար, սիրելիներս, օգտագործեք և այս կոները, որ դեռևս փոշոտման չեն, և այս կանաչները, որ հենց ձեր համար քաղեցի ցույց տալու համար, որ այն ինչքան լավ է ձեր առողջությանը։ Սիրելիներս, հավաքեք այն, հենց Սևանում, ձեր շրջակայքում, այն վայրերից, որտեղ մաքուր է, որտեղ բնությունը աղտոտված չէ, սիրում եմ ձեզ։